ամենածանր, ամենահուսահատ պայքարը միշտ ավելի նախընտրելի է, քան հանձնվելը։ Ազգային ազատագրական պայքարի առաջնագիծը թողելը դասալքություն է։ Պետք է պահել հայկական պահել Երևանը, պահանջատեր պահել Երևանը, որ կարողանանք մի օր վերադառնալ եւ Եղցահող եւ Շուշի։ 20 թվականի պատերազմից հետո շատ քիչ են եղել այդ պահերը, երբ որ ես զգացել եմ, որ ես երջանիկ եմ, առանց Արցախ հայը երկար ապրել չի կարող։ Նարի ջան, վստահ եմ հետևում եք Արցախ TV-ի մեր աշխատանքին, որովհետև մեծ է նաև ձեր ներդրումը 10-րդ նահանգ հասարակական կազմակերպության ստեղծմանը։ Հետևում եմ, ուրախանում եմ եւ շատ ուրախ եմ, որ թեկուզ ոգևորելով կամ թեկուզ ինչ-որ կազմակերպչական աշխատանքով կարողացել եմ ներդրումն ունենալ շատ կարևոր գործին, որ Արցախի հանրային հեռուստաընկերությունը շարունակի իր գործունեությունը եւ հուսով եմ, որ կկարողանամ հետագայում էլ ավելի մեծ ներգործություն ունենալ Արցախի հանրայինի եթերը ավելի ընդլայնելու, որովհետև կարծում եմ, որ մեծ է ոգևորությունը, հետաքրքրությունը եւ սպասումը ոչ միայն արցախցիների կողմից, այլ ամբողջ հայ ժողովրդի եւ մեծ է Արցախի հանրայինի դերը օգնելու, որ չհուսալքվեն մարդիկ, որ հիշեն իրենց երջանիկ օրերը եւ պայքարեն նոր երջանիկ օրեր ունենալու համար։ Շատ շնորհակալ եմ, Նարի։ Նարի ջան, չկա պայքարի մի օջախ, որտեղ դուք չլինեք։ Միշտ հայրենակիցների կողքին եք ամենատարբեր հարցերով։ Այո, դեռ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին էր, որ իմ ելույթում ասացի, որ ամենածանր, ամենահուսահատ պայքարը միշտ ավելի նախընտրելի է, քան հանձնվելը, եւ նույն կարծիքին եմ մնում, պայքարն է, որից հաղթանակներ է ծնվում, պայքարն է, որից արժանապատվություն է վերականգնվում, եւ պայքարն է, որ մի օր մեզ նորից տուն է տանելու։ Իմ համար այս պայքարը ազգային ազատագրական պայքար է, եթե լիներ զուտ քաղաքական, սոցիալական եւ այլն, մի փուլում անպայման կհիասթափվեի, բայց սա իմ համար ազգային ազատագրական պայքար է, իսկ ազգային ազատագրական պայքարի առաջնագիծը թողելը դասալքություն է։ Պատրաստ եմ ամբողջ կյանքս հանուն պետականության, հանուն Արցախ վերադարձի համար պայքարել, ամբողջ կյանքս անցկացնել այդ պայքարում, վերջին հանգրվանս նորից իմ տանը Արցախում դիմավորելու համար։ Մի առիթով ասել եք, որ եթե կյանքը բաժանեք 3 շրջանների, այն ձեզ համար կունենա 3 տեղանում՝ Եղցահող, Շուշի եւ Երևան։ Որ շրջանն եք ամենաշատը կարոտում, որի հետ է ձեր կապն ավելի ամուր, որտեղ է ձևավորվել Նարէ Սիմոնյանը։ Շատ դժվար է ասել, իրականում երևի այդ 3-ն էլ իմ մեջ կան։ Ամենաշատը միշտ պատկերացրել եմ, որ իմ կյանքը Շուշիում է լինելու, բայց եւ Եղցահողը, եւ Շուշին, եւ Երևանը, որպես հայ, որպես հայ կին, հայ մայր, ձևավորման գործում իրենց դերն են ունեցել։ Կուզեի, որ Երևանը կարոտեի եւ Երևանը մնար իմ համար ուսանողության քաղաք, որտեղ բարբերաբար կվերադառնամ եւ կարոտս կառնեմ, բայց այնպես է ստացվել, որ արդեն 5 տարի է կարոտում եմ Շուշին եւ արդեն 1.5 տարի է երազներում ոչ միայն Շուշի եմ վերադառնում, այլև Եղցահող, նաեւ Ստեփանակերտ, Արցախ, բայց այս պահին նաեւ գիտակցում եմ, որ այս պահին պայքարը առաջին հերթին Երևանի համար է, որովհետեւ պետք է պահել հայկական պահել Երևանը, պահանջատեր պահել Երևանը, որ կարողանանք մի օր վերադառնալ եւ Եղցահող եւ Շուշի։ 2015 թվականից ապրում եք Երևանում եւ երբեք չեք կտրել ձեր կապը ծննդավայրի հետ։ Երբեք վերջին անգամ եղել Արցախում, Եղցահողում եւ եթե իմանայիք, որ դա տուն ձեր վերջին այցն է լինելու, ինչ կանեիք։ Իրականում այն ամենը ինչ արել եմ, բայց հիմա ավելի մանրամասն ես այստեղ ուսանող եմ եղել Երևանում եւ վերադարձել եմ Արցախ ավարտելուց հետո
Բայց այնպես է ստացվել, որ ամուսնանալուց հետո 2015 թվականին նորից տեղափոխվել եմ Երևան։ Հիմա մտքում շատ եմ հետ գնում այն օրերին, երբ որոշեցի Երևանում սովորել, երբ համաձայնեցի ամուսնանալուց հետո տեղափոխվել Երևան եւ անընդհատ մտածում եմ ինչքան ավելի շատ հիշողություններ կունենայի Արցախի հետ, եթե այդ որոշումները կայացրած չլինեմ։ Բայց շատ հաճախ մենք բոլորս շատ վտանգավոր էմոցիոնալ ծուղակի մեջ ենք ընկնում եւ ինքս ինձ հանում եմ այդ ծուղակից այն մտքով, որ արդեն ուշ է մտածելու համար, թե ինչքան օր ես չեմ անցկացրել այնտեղ եւ պետք է ամբողջ ջանքը, էներգիան ներդնել նրա վրա, թե ինչքան եմ դեռ անցկացնելու։ Վերջին անգամ, այո, կապս չեմ կտրել, իմ գոլեգաները եւ ընկերները կատակ են անում, կիսակատակ էին անում ժամանակին, որ նարնջի ճամփորդում, որովհետեւ իր ունեցած բոլոր ազատ օրերը եւ ժամերը նախընտրում է Արցախում անցկացնել, ինչը իրականում հենց այդպես էլ կար 2020 թվականին, միջև պատերազմը շատ երկար COVID-ով պայմանավորված, քանի որ տնից էի աշխատում, գրեթե ամբողջ տարին այնտեղ անցկացրեցի, իսկ վերջին անգամ եղա, երբ Արցախը արդեն շրջափակման մեջ էր, իմ պապենական եղցահողը մնացել էր բլոկադայից շրջափակումից այս կողմ, այնտեղ էին մնացել իմ տատիկը եւ պապիկը, նրանք 5 երեխաներ ունեն եւ այնպես էր ստացվել, որ այդ պահին բոլոր 5-ը Ստեփանակերտում էին եւ կյանքում առաջին անգամ պիտի առանց իրենց երեխաների միայնակ անցկացնեին ամանորը։ Կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն էր այդ օրերին եղցահող գնալը, շատ դժվար էր, ձյուն էր, ես Շուշիի աղջկաս հետ էի, ով 1 տարեկան էր այդ ժամանակ։ Ռուսների ուղեկցությամբ, թե չէ, եկանք Գորիսից խնդրեցի այդտեղ օրը մեկ անգամ կամ մի երկու օրը մեկ գյուղից մի մեքենա գալիս էր, ամբողջ գյուղի համար առևտուր էր անում եւ վերադառնում էր։ Մեր բարեկամին խնդրեցի, ասեցի գալու եմ, ինձ էլ կտանեք, ուրախացավ շատ, ասեց անպայման։ Բնականաբար բոլորը եւ շատ անհանգստացան, այդ ամբողջ ճանապարհը դիտարկվում էր եւ ձմեռ էր եւ դժվար էր համոզել, որ ես հենց եղցահող եմ գնում, բայց ստացվեց եւ ես հիշում եմ այդ զգացողությունը ժամը 12-ին, երբ աղջիկս քնած էր եւ ես տատս պապս միասին եղցահողում ամանորն էինք դիմավորում եւ ես հենց այդ պահին զգում էի, որ դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Իսկ 20 թվականի պատերազմից հետո շատ քիչ են եղել այդ պահերը, երբ որ ես զգացել եմ, որ ես երջանիկ եմ եւ հասկացել եմ, որ ես ճիշտ պահին ճիշտ տեղում եմ։ Այնտեղից վերադառնալիս շատ դառը զգացողություններ էին, մտքում անընդհատ ասում էի, թող վերջինը չլինի, Տեր Աստված թող վերջինը չլինի։ Բայց կար այնուամենայնիվ այս զգացողությունը, որ վերջինը զգացողությունը կար 2020 թվականից հետո ամեն անգամ, երբ որ ես Արցախով շրջում էի, քայլում էի, ինչ որտեղ էի գնում, իմ մտքում միշտ կար, որ թող սա վերջինը չլինի հանկարծ, եւ գիտեք, կարծում եմ, որ վերջինը չէր։ Երկար սկացի Շուշիի կորուստը եւ երբ կորցրեցինք Արցախը, հասկացա, որ չպետք է երկար սկալ դրա համար։ Դուք եք սա ասել։ Այո։ Սա սթափության կոչ էր։ Այո, որովհետեւ մենք անգամ այդ սկալու ճոխությունը չունենք հիմա։ Ամեն օր մեր մայր հողից, մեր հայրենիքի եւս մեկ կտոր կորցնելու վտանգի առաջ ենք։ Այո, սկալն էլ շատ դաժան է հնչում, բայց ճոխությունը, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ։ Ես հասկացա, որ ես նաև արդյունավետ չօգտագործեցի, ինչ որ չափով կորցրեցի այն ժամանակը, որ դրված էր Շուշին կորցնելուց հետո։ Ես իրոք սկացի եւ իմ ամուսինը հաճախ էր ասում, որ մենք դեռ ավելին կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած եւ չպետք է սկալ, պետք է վայելել, ապրել։ Ես կավելացնեմ նաև պետք է պայքարել։ Եվ այո, հիմա հասկանում եմ, որ սկալու ժամանակ չենք ունենալու եւ ճիշտ են ասել, որ սուքը հավերժ է, եթե չկա պայքար, իսկ ճանապարհը վերադարձի իրական խաղաղության, հաղթանակի, դա պայքարն է։ Ու չեք հոգնում։ Չեմ կարող հոգնել։ Երբեմն անկեղծ կա գայթակղությունը հոգնելու, բայց չեմ կարող հիասթափեցնել ինքս ինձ, իմ պայքարի ընկերներին
ովքեր Երևանից են, Իջևանից են, Արցախից են, տարբեր տեղերից են եւ ովքեր գիշեր, ցերեկ փողոցներում պայքարել են հանուն Արցախի։ Չեմ կարող հիասթափեցնել են ծնողներին, ովքեր իրենց կյանքի ամենամեծն են, ամենաշատն են տվել, իրենց կյանքն են կարելի ասել տվել, իրենց զավակների կյանքը իրենց կյանքից առավել էր հաստատ, որպես ծնող կարող եմ ասել, տվել հանուն Արցախի եւ հիմա պայքարում են։ Չեմ կարող գլխիկոր մնալ իմ ծնողների առաջ, իմ հոր առաջ, ով մասնակիցն է եղել Արցախյան առաջին պայքարին եւ Արցախում 30 տարի ապրելու ու կատարյալ երջանկությամբ ապրելու պարգևն է տվել ինձ։ Մի օր պետք է պատասխան տամ իմ որդու, իմ դստեր առաջ եւ երբ ես նրանց սովորեցնեմ, որ պետք է սիրել հայրենիքը եւ պետք է պայքարել հանուն հայրենիքի, ես պետք է նաեւ կարողանամ ցույց տալ նրանց ինչ եմ ես արել հանուն այդ հայրենիքի։ Այնպես որ ինչքան էլ գայթակղությունը մեծ լինի հոգնելու, հիասթափվելու, դա մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Նարէ ջան, արցախցիներին շատ շատերն են մեղադրում իրենց իրավունքների համար բավականին ուշ պայքարելու համար։ Որպես իրավապաշտպան դուք ինչ կասեք։ Նախ պետք է ասեմ որպես արցախցի, որ դա բնական էր, շատ դժվար է ցեղասպանության, էթնիկ զտման, հայրենազրկման միջով անցնելուց հետո միանգամից ուժ գտնել եւ պայքարել, դա մեծ ողբերգություն է, դա մեծ ստրես է, որը մարդիկ պետք է հաղթահարեին։ Ես ինքս չեմ անցել հակարի կամրջով, անցել են իմ ընտանիքի անդամները, իմ հայրը, մայրը, քույրը, իր երեխաները, եւ ես ականատեսն էի, թե ինչ ցավագին է եւ ինչ դժվար է նորից կյանքի վերադառնալու այդ process-ը։ Միանշանակ ժամանակ էր պետք վերականգնվելու համար եւ դեռ գուցե պետք կլինի։ Պայքարը ուշացած չէ, այո, պայքարել պետք է եւ նաեւ պետք էր այդ ժամանակը անցնել, որ մարդիկ պատրաստ լինեին նորից պայքարելու, հավաքական վերադարձի մասին խոսելու, ինչու՞ չէ իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու։ Ուշացած չէ պայքարը, միշտ տեղին է, ժամանակին է եւ կարեւոր է, որ այն լինի։ Արցախցիների վերջին կազմակերպած մեծ հանրահավաքի ժամանակ, որին ներկա էիք նաեւ դուք, այսպիսի խոսքեր էլ հնչեցին. մենք իշխանափոխության համար չենք հավաքվել։ Մենք հիմա շատ բարդ իրավիճակում ենք, այսպես կոչված հիբրիդային պատերազմի իրավիճակում, երբ թշնամին եւ ներսից է եւ դրսից։ Չի կարող այն իշխանությունը, որը Արցախը Ադրբեջան է համարում, որը պատրաստ է ցանկացած հերթական զիջման հանուն իշխանության պահպանման, ներկայացնել հայկական շահը։ Կարճաժամկետ լուծումներ գուցե հանրային ճնշման արդյունքում, գուցե ներքաղաքական իրավիճակից ելնելով կարճաժամկետ լուծումներ տան, բայց երկարաժամկետ եւ Արցախի համար պայքարի, եւ Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման, եւ մեր առաջ ծառացած ամբողջ հայ ժողովրդի առաջ ծառացած մի շարք շատ հրատապ անվտանգային խնդիրների եւ սոցիալական խնդիրների, կրթական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ խնդիրների լուծումը կլինի, երբ որ կլինի երկրի ղեկին այնպիսի իշխանություն, ով հայկական շահով է առաջնորդվում, ում համար ամենակարևոր գործոնը դա հայկական գործոնն է։ Արցախը տանք, հանգիստ ապրենք, ասողները ինչ եք կարծում, հիմա հանգիստ են ապրում։ Համոզված եմ, որ շատ անհանգիստ են ապրում, եւ գիտեք, համոզված եմ, որ նրանք մեծամասնություն չեն կազմում։ Շատ տարիների հետևական քարոզչությունը իր արդյունքները տվել է, ցավոք սրտի տվել է, եւ կային մարդիկ, ովքեր զոհ դարձան եւ հավատացին այդ քարոզչությանը։ Կարծում եմ հիմա մեծ մասը տեսնում է, որ Արցախը տանք դա նշանակում է միշտ անհանգիստ լինենք, միշտ վախեցած լինենք եւ միշտ կախված լինենք նոր պատերազմի վտանգներից։ Եվ մեր 30 տարվա փորձն է ցույց տվել, որ միայն Արցախը պահենք, հանգիստ ապրենքն է գործում։ Ինչու մեզ չհամախմբեց, մեզ հայերից չհամախմբեց թեկուզ
մեծ վիշտը, մեծ կորուստը, թեկուզ Արցախի ժամանակավոր կորուստը։ Գիտեք, համախմբումը շատ երկար, հետևողական, համակարգված process պետք է լինի։ Այդ համախմբումը շատ հնարավոր է իհարկե, բայց շատ դժվար է անհատների եւ ազգային խմբերի ջանքերով անել, երբ որ չկա պետական աջակցություն այդ ամենի համար, այլ տեսնում ենք լրիվ հակառակը։ Սակայն այդ համախմբումը տեղի է ունենում։ Իմ աչքի առաջ այս մի քանի տարիների ընթացքում ծնվում է ազգային համախմբումը եւ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր նախ շարքերում էին, հետո սկսեցին ինչ-որ այսպես ասած փոքր ջոկատների հրամանատարներ դառնալ եւ կարծում եմ այդ համախմբումը մի օր անպայման լինելու է եւ այդ ժամանակ մեզ կանգնեցնել չի լինի։ Արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածումը կանխելու համար վերջերս բաց նամակով դիմեցիք զանգվածային լրատվամիջոցներին։ Ինչ է կարծում, նման քայլերով հնարավոր է կանխել։ Չեք կարծում, որ ավելի արմատական լուծում ունի այս խնդիրը։ Կարծում եմ, որ նույնիսկ փոքր քայլերի արդյունավետությունը պետք չէ թերագնահատել։ Սա իհարկե մեկ քայլ է եւ պետք է համակարգված շարունակություն ունենա, բայց գոնե այն լրատվականները, զանգվածային լրատվության միջոցները, ովքեր սրտացավ են արցախցիների խնդիրներին, ովքեր լուսաբանում են, ովքեր ճիշտ ներկայացնում են այն խնդիրները, որոնց առնչվում ենք, կարևոր է, որ այդ լրատվականները հասկանան, թե գետնի վրա ինչ դառն է այդ ատելության քարոզի պտուղները եւ ինչպես են դա արցախցիներին իրենց մաշկի վրա զգում։ Եվ բնականաբար համակարգված աշխատանք է պետք եւ բացահայտելու համար, թե որտեղից է ուղղորդվում այդ կեղծ քարոզչությունը, իսկ հավատացեք այդ քարոզչության յետևում Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի թշնամիներն են, սահմանի ներսում եւ սահմանից ներս եւ սահմանից դուրս։ Եվ կարեւոր է ցույց տալ եւ արցախցիներին, եւ այդ քարոզին տրվող մեր հայրենակիցներին, որ այդ պարակտումը, այդ մենք ու դուք անելը, հայրենիքը մասերի բաժանելը կարող է ձեռնտու լինել միայն մեր թշնամիների համար եւ ոչ երբեք մեր համար, ոչ երբեք եռաբլուրի համար։ Մենք ունենք արժանապատվություն եւ այն Արցախն է։ Դուք եք ասել, ինչպես կարող ենք վերագտնել մեր արժանապատվությունը։ Պետք է գտնենք Արցախը չմոռանալով, առանց Արցախի ապրել այդպես էլ չսովորելով։ Հաճախ հարցնում են հարմարվել եք եւ պատասխանում ենք, որ չենք հարմարվել եւ իրականում դա լավ է, որ չենք հարմարվել։ Ոչ թե չենք հարմարվել, որովհետեւ հայրենիքում չենք, մենք մեր մեծ հայրենիքում ենք, բայց չենք հարմարվել, որովհետեւ հասկանում ենք, որ առանց Արցախ հայը երկար ապրել չի կարող։ Եվ գիտեք, երբեմն գուցե մի քիչ դաժան բան եմ ասում, բայց պետք է մեր թշնամուց օրինակ վերցնենք։ Մեր թշնամին, չունենալով էմոցիոնալ կապ Արցախի հետ, չզգալով այն ցավը, որ մենք ենք զգում, հասկացավ, որ իր պետական շահից է բխում Արցախը գրավելը եւ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի, չգիտեմ, միջազգային հանցագործություններին անգամ դիմեց եւ հասավ իր ուզածին։ Եվ միթե մենք պետք է այնքան թույլ գտնվենք, որ հասկանալով, որ դա մերն է, որ դա մեր ինքնությունն է Արցախը, եւ այո, մեր արժանապատվությունն է, մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Ասում են արցախցին հաստ կող ունի, համառ է, եւ եթե կա աշխարհում միայն մի խնդիր, որ մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, ինչ է նշանակում համառ եւ հաստակող լինել, ապա դա պետք է լինի մեր հայրենիքը վերադարձնելու հարցում։ Սարսափում եմ այն մտքից, որ կապրեմ երկար ու իմ կյանքի տարիները կանցկացնեմ Շուշի իմ տան պատից բերած գորգը գրկած եւ Եկինինք Արցախը երգելով։ Չհանձնվենք, ոչ թե երազենք Արցախի մասին միայն մեր մտքերում եւ երազանքներում, այլ գործողություններում։ Արցախ վերադարձի երազանքը պետք է մեր չհանձնվելու, մեր պայքարելու եւ մեր գործողությունների մեջ երևա։ Այո, ես աշխարհում ամենաշատը դրանից եմ սարսափում եւ ես պատրաստ եմ իմ ամբողջ կյանքը Արցախ վերադարձի ճանապարհը փնտրել եւ պայքարել եւ չհանձնվել այն պայմանով, որ վերջին հանգրվանս Արցախում է լինելու, որ ես էլ ինչպես իմ պապը առավոտյան եղցահողի մեր թոնրի մոտ նստելու եմ եւ արևի առաջին ճառագայթներն եմ վայելելու եւ երեկոյան էլ հոգնած թիկն եմ տալու մեր բակի վայրի տանձենու տակ, մի քիչ մրսելու եմ
եւ վայելելու եմ հայրենի հողում ապրելու ճոխությունը, երջանկությունը։